Անուն Հոր եւ Որդվո եւ Օգուտի Սրբո ամեն։ Ես եմ լավ հովիվը իր կյանքն է տալիս ոչխարների համար, իսկ վարձկանը, որ հովիվ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին եւ փախչում։ Եվ գայլը հափշտակում է նրանց ու ցրում, քանի որ վարձկան է եւ հովիվների համար հոգ չի անում։ Ես եմ լավ հովիվը եւ ճանաչում եմ իմ ոչխարներին եւ ճանաչվում նրանցից, ինչպես հայրն ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ հորը եւ իմ կյանքը կտամ իմ ոչխարների համար։ Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախիտ չեն, նրանց եւս պետք է այստեղ բերեմ եւ ձայնը պիտի լսեն եւ պիտի լինեն մի հոտ եւ մի հովիվ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս իր կյանքը տվեց իր ոչխարների համար, խաչի վրա պատարակվեց իր հոտի փրկության համար, մեր բոլորի փրկության համար։ Այս հատվածը ընթերցվում է, որովհետև մեր եկեղեցին կատարում է հիշատակը եկեղեցու մեծանուն հայրապետներից 4-ի։ Բարսեղ Կեսարացու, նրա եղբոր Գրիգոր Նյուսացու, Ռոմի Սեղբեստրոս հայրապետի եւ Աբա Եփրեմ Խուրի ասորու։ Այս 4 մեծանուն եկեղեցական գործիչները, սրբերը ապրել են գրեթե նույն ժամանակներում։ Բոլորը 4-րդ դարի գործիչներ են։ Ամեն անգամ, երբ հայրապետների տոն են կատարում, գրեթե միշտ այս հատվածն ընթերցվում ավետարանի, լավ հովվի հատվածը, որովհետև այս մարդիկ, այս սրբերը հետևեցին բարի կամ լավ հովվի օրինակին եւ իրենց անձերը դրեցին իրենց հոտի համար։ Կանգ չառան ոչ նեղությունների, ոչ հալածանքների, ոչ փորձությունների առաջ եւ Տեր կանգնեցին իրենց հոտին։ Այս բոլոր սրբերը նաեւ դասվում են եկեղեցու 12 տիեզերական վարդապետների թվի մեջ։ Իրենք ունեն մեծ վաստակ աստվածաբանության, եկեղեցու վարդապետության, եկեղեցական կանոնների, եկեղեցական աղոթքների, ծիսակարգերի մեջ։ Օրինակ Բարսեղ Կեսարացին պատարագի հեղինակ է, որից հատվածներ, որից մասեր մինչև այսօր կա մեր պատարագի մեջ։ Եփրեմ ասորին միշտ համեմատում են մեր ներսեր շնորհալու հետ, թեև ասորին շատ վաղուց է ապրել ներսեր շնորհալու, 4-րդ դարում ներսեր շնորհալու 12-րդ դարում, բայց ներսեր շնորհալու նման եղել է կամ նրանից առաջ ինքնա ներսեր շնորհալին է եղել նրա նման բազմա շնոր մեկը, թե շարականներ է գրել, թե աղոթքներ, թե քարոզներ, թե մեկնություններ եւ ասում է ամեն ինչ գրել է հանգավոր, չափավոր, բանաստեղծական ոճով։ Շատ աստվածաբանական գործեր են թողել հայրապետները եկեղեցու եւ նրանց գործերից հենց 5-րդ դարում, ոսկե դարում շատերը գրեթե ամբողջությամբ թարգմանվել են հայերեն լեզվով։ Սեղբեստրոս հայրապետը Ռոմի ասում է ամենաերջանիկ հայրապետն է եղել, իր օրով էր, որ ռոմեական կայսրության մեջ քրիստոնեությունը հռչակվեց որպես ազատ կրոն, այսինքն ինքը հայրապետ է եղել Կոստանդիանոս մեծ կայսեր օրոք, որը քրիստոնեությանը ազատություն շնորհեց։ Բայց ես ուզում եմ հիմա մի քիչ ավելի կանգ առնել Բարսեղ Կեսարացու հատկապես պատարագի վրա։ Ինչի պատարագ, որտև հատվածն ասում էր հովիվը անձը դնում է իր ոչխարների համար։ Պատարագը շատ կարևոր է։ Եկեղեցի առանց պատարագի գոյություն չունի։ Եվ պատարագն է եկեղեցին եկեղեցի դարձնում։ Եթե մենք հետևում ենք ավետարանի ընթացքին, տեսնում ենք, որ առաջին պատարագը տեղի ունեցավ ավագ հինգշաբթի օրը Վերնատանը, երբ Քրիստոս իր
խաչելությունից առաջ, իր մատնությունից, իր մահվանից առաջ 5 շաբթի օրը աշակերտների հետ հավաքվել էր զատկական ընթրիքի։ Եվ այդ ընթրիքի ժամանակ Քրիստոսն ինչ արեց, պատարագի խորհուրդը կատարեց առաջի անգամ։ Աշակերտները զարմացան, բայց իրենք մասնակցեցին պատարագի խորհրդին։ Քրիստոս հաց առավ, օրհնեց, կտրեց, տվեց աշակերտներին, ասեց. «Առեք, կերեք, սա է իմ մարմինը»։ Հետո գինին օրհնեց, տվեց աշակերտներին, ասեց. «Խմեք բոլորը սրանից, սա իմ արյունն է, նոր ուխտի, որ թափվում է ձեր մեղքերի համար»։ Ինչը ես քիչ առաջ այստեղ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերը ավետարանից կրկնեցի, վեր բարձրացնելով հացը, նշխար եւ գինին, որ Աստված դարձրեց իր մարմին եւ արյուն։ Ուրեմն մեր Տերն ինքը հաստատեց պատարագի խորհուրդը եւ այստեղ է ծնվում եկեղեցին։ Այդ ժամանակ վերնատանը ծնվեց Քրիստոսի եկեղեցին։ Եկեղեցու խորհուրդը դա պատարագ մատուցվեց, ուրեմն եկեղեցի է։ Եվ հետո շուրջ 50 օրեր հետո ինչ տեղի ունեցավ, նույն վերնատան մեջ, որտեղ պատարագ էր մատուցվում, իջավ Սուրբ Հոգին եւ եկեղեցին իր մկրտությունը ստացավ, Սուրբ Հոգով մկրտվեցին։ Ինչի եմ այս մասին խոսում, որ մենք կարևորենք եւ հասկանանք եկեղեցին եւ պատարագը։ Ինչի, որովհետեւ երբեմն խոսում են մարդկանց մեջ, ասում են դե ինչ կարևոր է Տեր հայր, ձեր եկեղեցին, ձեր պատարագը, ես իմ տանը ինձ համար ավետարանը կարդում եմ, աղոթքներս անում եմ, փորձում եմ բարեպաշտ ապրել, միգուցե եւ ձեզանից ու ձեր հավատացյալներից ավելի բարեպաշտ եմ կամ ավելի հավատում եմ, քան իրենք։ Ինչա որ ես պատարագի չեմ գալիս կամ եկեղեցի չեմ գալիս, ես վատ հավատացյալ եմ կամ ես սխալ եմ ապրում։ Այսպիսի խոսակցություններ բոլորս ենք լսել, կամ մոտավորապես այսպիսի։ Գիտեք, մի բան հիշեցի հիմա, մի հատ իմաստունի հարցնում են, ասում են, ինչի մեջ է կյանքի իմաստը։ Ասում է, չգիտեմ։ Ասում է, բա ինչի մեջ է կյանքի նպատակը։ Ասում է, այդ էլ չգիտեմ։ Ասում է, բա ինչ իմաստուն ես, ոչ կյանքի իմաստը գիտես, ոչ կյանքի նպատակը գիտես։ Ասում է, իմաստունը պատասխանում, ասում է, կարևորը կյանքի իմաստը կամ կյանքի նպատակը չի, կարևորը կյանքի համը առնելն է։ Այս մասին պիտի մենք մի քիչ մտածենք։ Ասում է, ինչքան ուզում ես խոսի ինչ-որ մի կերակրի մասին, եթե դու այդ կերակրի համը չես առել, խոսքդ փուչ բան է։ Համ առնելը հավատքի Աստծո սուրբ պատարագն է։ Մնացածը այս մասին խոսակցություն է, որտեղ բուն մարդու փրկությունը տեղի ունեցավ, երբ որ Քրիստոս խաչի վրա պատարագվեց։ Մինչև այդ ինչ կար չկար, նախապատրաստություն է, դրանից հետո էլ ինչ կա չկա, բացատրություն է, բայց բուն փրկությունը Քրիստոսի պատարագն է։ Այսինքն մենք ինչքան խոսենք փրկության մասին, մենք ինչքան խոսենք ավետարանից, մենք ինչքան խոսենք Աստծուց ու Քրիստոսից, բայց եթե պատարագ չկա մեր կյանքի մեջ, մենք չենք ճաշակում Քրիստոսը, մենք ընդամենը այդ մասին զրույցներ ենք անում, մենք համն ու հոտը չենք առնում, այդ շնորհին չենք արժանանում, որտեղ Քրիստոսի մարմնի եւ արյան միջոցով է մեզ տրվում կյանքի շնորհը, մեղքերի քավության եւ թողության շնորհը, ինչ է ասում, ասում է, սա թող լինի Քրիստոսի մարմինն ու արյունը թող լինի քեզ մեղքերի քավություն եւ թողություն եւ հավիտենական կյանք։
Եվ այս սրբերը այս մեզ փոխանցեցին։ Այսօրվա տոնելի սրբերը այս խորհուրդը մեզ փոխանցեցին։ Եվ այսօր ցավոք սրտի մեզանում պատարագը չի արժևորվում, չեն հասկանում մարդիկ, չգիտեն, եկեղեցում պատարագ պիտի ամեն օր լինի եւ փառք Աստծո, որ սրա այս ամեն օր պատարագ լինելու ավանդությունը, այս կարևորությունը եւ խորհուրդը պահպանվել է այսօր Երուսաղեմում։ Երուսաղեմում ամեն օր Տիրոջ գերեզմանի վրա պատարագ համատուցվում։ Տիրոջ ծննդյան մսուրի մեջ պատարագ համատուցվում։ Սուրբ Աստվածածնի գերեզմանին պատարագ համատուցվում։ Այս բանը մեզ պիտի հուշի, որ սա շատ կարևոր է, եւ այս մեր հնարածը չի, ընդհանրական եկեղեցին է այս անում, քրիստոնեական ուղղափառ սուրբ ընդհանրական եկեղեցին է ասանում, այս պատարագները մենակ մեկ չեք մատուցում, այս պատարագը մատուցում է կաթոլիկ եկեղեցին ամեն օր, այս պատարագը մատուցում է հույն օրթոդոքս եկեղեցին կամ ուղղափառ եկեղեցին ամեն օր։ Այս պատարագը մատուցում է հայ առաքելական եկեղեցին ամեն օր։ Փրկությունը մարդու իրագործվում է պատարագի միջոցով։ Եթե մենք խոսում ենք փրկության մասին, բայց պատարագին ներկա չենք, նույնն է թե մենք խոսում ենք խնձորից, բայց երբեք կյանքում խնձոր չենք ուտում։ Ամեն ինչ գիտենք խնձորի մասին, կարդացել ենք, ուսումնասիրել ենք, ինչ կա մեջը, ինչ չկա մեջը, ինչ հատկություններ ունի, ինչ օգտակարություն ունի, ինչի, բայց մի անգամ գոնե խնձոր չենք ճաշակել, ինչ իմաստ ունի այդ ամեն ինչը։ Եվ կարծում եմ ես շատ կարևորել են դրա համար եկեղեցու մեծանուն հայրերից շատ-շատերը պատարագի խորհրդին անդրադարձ են արել։ Բաղսեղ Կեսարացին, Հովհան Ոսկեբերանը, մեր հայրերը, Նարեկացուց մեծ աղոթքներ կա պատարագի խորհրդի մեջ, որ քահանան այստեղ ծածուկ ընթերցում է։ Հովհան Ոսկեբերանից մեծ աղոթքներ կա պատարագի մեջ, որ ընթերցում է։ Բաղսեղ Կեսարացին ունի հատուկ աղոթքներ, որ կատարվում է պատարագի ժամանակ, ընթերցվում է պատարագի ժամանակ, մեծ աղոթքներ, կհիշեք, ավագ հինգշաբթի օրը հաղորդության խորհրդի հաստատման պատարագի ժամանակ ընթերցում ենք Բաղսեղ Կեսարացու աղոթքը սուրբ հաղորդության վերաբերյալ, սուրբ հաղորդություն ստանալուց առաջ։ Եվ այսօր մենք պիտի փափագողները լինենք, ձգտողները լինենք Աստված պաշտության, սուրբ պատարագի, սուրբ խորհուրդների մատուցման, երկնքի արքայությունը հարատև, անձանձրույթ, անընդհատ Աստված պաշտությունն է։ Եթե մենք այստեղ հոգնում ենք, ձանձրանում ենք Աստված պաշտությունից, ո՞նց պիտի արժանանանք երկնքի արքայության։ Երկնքի արքայության պիտի հասնեն նրանք, ովքեր սիրում են անընդհատ աղոթել, ովքեր սիրում են անընդհատ Աստված պաշտել, ովքեր սիրում են անընդհատ Աստծո հետ լինել, որտեղ երկնքի արքայությունը անընդհատ Աստծո հետ լինել է։ Այսինքն մենք պիտի ձգտենք այս վիճակին հասնել։ Մենք պիտի հասկանանք, որ ամենամեծ ուրախությունն ու ամենամեծ խնջույքը, որին մարդը կարա մասնակցի, սուրբ պատարագն է, Աստծո որդու խնջույքն է, սեղանն է, զոհաբերումն է։ Պատարագի մենք ավելի մեծ ակնածանքով, ուրախությամբ պիտի պատրաստվենք, քան թե որևէ խնջույքի, որ մենք մասնակցում ենք մեր կյանքում, որևէ իրադարձության կամ իրողության, որտև պատարագից մեծ իրողություն աշխարհի մեջ չկա, չի եղել ու չպիտի լինի։
Ինչ ավելի մեծ բան կարա լինի, քան Աստված մեզ համար պատարակվում է, քան Աստված իր սուրբ մարմինն ու արյունը բաշխում է մեզ որպես կերակուր, մեր փրկության համար, մեր անձերի համար։ Մենք չենք մտածում այս մասին հաճախ, չենք գիտակցում։ Մեկը մեզ մի փոքր լավություն է անում, եթե մենք երախտամոռ մարդիկ չենք, եթե մենք լավությունը գնահատող մարդիկ ենք, մենք միշտ շնորհակալության զգացումով ենք լցվում այդ մարդու հանդեպ, անդադ ուզում ենք մեր երախտագիտությունը, շնորհակալություն հայտնել։ Աստված մեզ մի փոքր լավություն չի արել։ Աստված մեզ մահվանից կյանք է շնորհել։ Աստված ամեն ինչ է արել մեզ համար։ Ինչպես իր կյանք տալով, իր զոհաբերվելով։ Եվ այս խորհուրդը սուրբ պատարակն է։ Այսօր էլ մենք խնդրենք այսօրվա մեր տոնելի սրբերին, ում հիշատակը կատարում ենք Բարսեղ Կեսարացի հայրապետի, Գրիգոր իր եղբոր, որ Նյուսա քաղաքի հայրապետն էր, թեև ընտրվեց Սեբաստիո մետրոպոլիտ, բայց հրաժարվեց գնալ, մնաց իր փոքր քաղաքում որպես այդ քաղաքի եպիսկոպոս Գրիգոր Նյուսացին, որը 100-ից ավելի գործեր իր աստվածաբանական թարգմանված են հայերենով, Հռոմի Սերբեստրոս հայրապետին եւ Եփրեմ Ասորում թող բարեխոս լինեն մեզ համար, որպեսզի մենք ուղիղ հավատքով եկեղեցու մեջ զորացած, եկեղեցով ապրելով, եկեղեցու մեջ լինելով հասնենք փրկության։ Իսկ եկեղեցին եկեղեցի է Քրիստոսի պատարակով։ Եթե Քրիստոս չի պատարակվել, ուրեմն եկեղեցի գոյություն չունի։ Եկեղեցին եկեղեցի է դառնում սուրբ պատարակի խորհրդի միջոցով։ Էլի եմ ասել, նորից եմ ասում։ Եկեղեցու ամենակարևոր մասը ո՞րն է։ Խորանն է։ Խորանի ամենակարևոր մասը ո՞րն է։ Սուրբ սեղանը։ Ինչի համար է սեղանը։ Միայն պատարակ մատուցելու համար է, ուրիշ բանի համար չի։ Ուրեմն եկեղեցին պատարակի համար է, եկեղեցին ուրիշ բանի համար չի։ Այս բանը պիտի մենք լավ հասկանանք եւ ապրենք այս խորհրդի մեջ եւ մարդկանց էլ փոխանցենք այս ամեն ինչը։ Հիմա նոր տարի է, մաղթանքներ եմ անում, իրար մարդիկ զանգում են կամ հանդիպում ենք, շնորհավորում ենք, ասում ենք շնորհավոր, բարի լինի, լավ լինի, այս լինի, այն լինի, ասում եմ բարի կլինի, եթե դուք ամեն կիրակի պատարակի մասնակցեք, ամեն օր ավետարան կարդաք եւ ամեն օր աղոթեք։ Եթե այդպես կապրեք այս տարվա մեջ, այս տարին բարի կլինի։ Եթե այդ բաները չեք անի, անհնարին է, որ բարի լինի։ Առանց Աստծո, առանց պատարակի, առանց ավետարանի ինչ բարի բան կարա լինի աշխարհի մեջ։ Չի կարա բարի լինի։ Ուզում եք բարի լինի ձեր կյանքն ու տարին, փորձեք ապրել այսպես։ Թող Աստված պահապան եւ օգնական լինի մեզ սուրբ հայրապետների այսօրվա բարեփոխությամբ, ամեն։